Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք, թե ինչ, սկսում ենք մեր հաջորդ վլոգը։ Քո աչքերը շատ գրագոտ, հոգուս մեջ են ու սրտիս մեջ, մոտ գիշերից ուզում եմ լինեմ քեզ մոտ, ինչքան էլ որ սերս մեր ժենսես, մեկ է կյանքս սիրում եմ, քեզ ինչ համար դու եմ միակն ես, որի համար գժվում եմ ես, Սիրելիներս, արդեն երկուշաբթի առավոտ է, նախորդ ճանապարհի կադրերը դա երեկվա նկարած կադրեր էր, որոնք գնացել ենք դեկորստուն, գնացինք սուրճ խմեցինք, հետ եկանք ես ու Վիտոն, ու այսօր արդեն երկուշաբթի է, պատրաստվում եմ երեխաներին ճանապարհել եմ, հիմա ես էլ մազերս չորացնեմ, մի փոքր պատրաստվեմ ու ես էլ դուրս գամ աշխատանքի։ Սիրելիներս, դուք գիտեք, որ իմ մազերը մի փոքր ալիքներով է, բայց այնպես չի, որ Անգելինայի մազերի նման շատ գանգուր է, ու երբ որ ես ժամանակ ունեմ, ես կարողանում եմ հենց կոնկրետ այս ֆենով, չորացնող հարդարիչով, իր այդ համապատասխան գլխիկներով ստանալ շատ ուղիղ, շատ լավ ուղիղ հարթ փայլուն մազեր, ու որոնք ավելի երկար են մնում այդպես ուղիղ, քան ինչ որ հարթուկած ու ուղեղացրած մազերը, ու էլ ավելի փափուկ են լինում, բայց քանի որ այսօր չունեմ այդքան երկար ժամանակ, մի փոքր սրանով էս մի գլխիկով կհարթեցնեմ, Ահա ու հիմա որ արդեն ֆենել վերջացրել եմ, քանի որ դրսում արդեն եղանակը լավ խոնավ է, մի փոքրել, ամեն մի մազի վրայով, այսպես մի երկու անգամ էլ անցնում եմ հարթուկով, ու այս ծուխը որ դուրս է գալիս, այդ չի վառվում մազերս, չմտածեք որ վառվում է, այդ նյութն է դուրս գալի, որը որ ցանում ենք մազերը չվառելու համար ու ինքն է մենակ վառվում, այդ պաշտպանիչը, հիմա մի հատ էլ այսպես ուղղակի ուղեղացնում եմ, վերջ եւ դուրս ենք գալիս։ Վերջ պատրաստվեցինք, եկել եմ ներքև, մի հատ էլ սուրճ խմեմ, 10 րոպե ժամանակ ունեմ դեռ դուրս գալու համար, մտածում եմ խմեմ, չխմեմ, հետո ասեցի չավ լավ, այստեղ խմեմ, որ գնամ այնտեղ միանգամից գործի անցնեմ, երկուշաբթի է ու շատ գործ է միշտ լինում անելու, գնամ այնտեղ արդեն անցնեմ գործերիս, այդպես սիրելիներս, ամեն դեպքում ռեզինը միշտ հետս է, հիմա կդնեմ պայուսակիս մեջ, որ անհրաժեշտության դեպքում հավաքեմ մազերս, լավ, արագ սուրճս խմեմ ու դուրս գանք։ Վերջ սիրելիներս, գնացինք աշխատելու։ Դե բոլորիս լավ հաճելի աշխատանքային օր եմ մաղթում, անձրևային է, բայց շատ ցուրտ չի, գնացինք։ Եկել եմ ընդմիջում անեմ, այսօր արդեն մեր 3 նոր աշխատողները այսօրվանից եկել են արդեն, մի քիչ դժվար է իրանց հետ ամեն ինչ, ամեն դեպքում մտածի ես հիմա քանի մի քիչ հանգիստ է, ես կամ ընդմիջման, որ հետո արդեն իրենք հերթով գնան, ես այնտեղ լինեմ, այդպես։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն բոլորիդ, այսօր արդեն չորեքշաբթի է, այնքան շուտ է ժամանակը հիմա անցնում, որ ինձ թվում է ես ամեն օր մեր մոտ ամեն օր չորեքշաբթի է, ու գիտեք, չորեքշաբթի օրերը հաշված եմ բանի, որ ես երկուշաբթի, երեքշաբթի աշխատում եմ 11 ժամ, բայց միևնույն է չորեքշաբթի օրերը ամենածանրաբեռնված օրերն են, որովհետև գնում են գրած վիրահատության, ծանրաբեռնված այն առումով, որ շատ պատասխանատու է, բազմիցս եմ նշել արդեն, որ այդքան այսօր ունենք 11 վիրահատություն, 11 ամեն չորեքշաբթի 10-ից 11 վիրահատության պատասխանատվությունը քո ուսերին կրելը, իհարկե ոչ վիրահատության ամբողջական ընթացքի, այլ մինչև վիրահատության հասցնելը, հիվանդների նախապատրաստումը, լինզաների պատվիրումը, այդ ամեն ինչը մի հատ մեծ դոկումենտացիա է, այսինքն ամեն մեկին, այսինքն հաստ այսքան իչի ներքև գոլիշի, ինչ կան նոր արտնաչել, մի հատ նայեք այսինչ, իչի կամած իչի ներքև գալիս է մազերս ամերը, ամեն մեկին այդ որ ցույց տվեցի այդ հասության պապկաները պատրաստելը, հետո իրենց հետ գնալը, ընթացքում ճանապարհին արդեն սկսել այդ կաթացնելու կաթիլների գործընթացը, այնտեղ էլ ամբողջ վիրահատության ընթացքում վիրահատանում լինելը մի քիչ մեծ պատասխանատվություն է, որը ես շատ եմ սիրում ու որը պատվով եմ հաղթահարում,
չգիտեմ, դժվար է, բայց հաճելի դժվարություն է իմ համար, արդեն բազմիցս նշել եմ։ Այդպես ու քանի որ երեկել շատ ուշ եմ տուն եկել, ժամը 9-ն էր, նոր տուն ենք եկել, Վիտոյին էլ չէի զգուշացրել, որ այդքան շատ կտևի, դեռ չէի մտածում այդքան երկար կտևի, եկավ մի քիչ ժամ էլ ինքը սպասեց դրսում, ես ներսում էի, ինչի համար, ուրեմն քանի որ գիտեմ, շատերն են հետաքրքրված այս դարաշրջանը, որ կատարակտի վիրահատությունը հասել է պիկին ու շատ զարգացել է ամեն ինչը ու շատ հաճելի է, որ կարող են մարդիկ, ովքեր սկսել էին կյանքը արդեն գորշ գույներով տեսնել, նորից կարող են գունավոր տեսնել այս կյանքը ու ուրախ եմ նաև այն բանի համար, որ Հայաստանում էլ կա արդեն այդ ամեն ինչը, որ այդ թոշակառուներին, իհարկե կարգ ունեցող թոշակառուներին, ցավալի է, որ մենակ կարգ ունեցողներին լավ կլիներ, որ բոլոր թոշակառուներին նաև անվճար լիներ, պետպատվերի տակ լինեին, բայց այստեղ էլ է այդպես, ամեն դեպքում կան շատ ու շատ քանի որ հիվանդանոցներում շատ երկար է սպասելը, մեկից 1.5 տարի քո հերթին է սպասում, իսկ կատարակտը չի սպասում, եթե ինքը կա, ինքը շատ արագ է զարգանում, ինչքան արագ զարգացավ, ինչքան շատ եղավ, այնքան ավելի դժվար է լինելու իրան դուրս բերելը, նոր լինզա դնելը, ոսպնյակ տեղադրելը ու արդեն դժվար կլինի ավելի հաճելի, ավելի լավ ընտրություն կատարել բաների մեջ, ոսպնյակների մեջ, մի խոսքով հա ու այդ մարդիկ չեն սպասում ու գալիս են մեզ մոտ, որպեսզի պրիվատ բան անեն, վիրահատվեն, չնայած որ հետո արդեն այդ իմ տված կտրոնով կարող են ապահովագրությունից տոկոսներ, իհարկե ոչ 100%, բայց տոկոսներ հետ ստանալ։ Դա էլ կապված է նայած ինչ ապահովագրություն, եթե մարդը ունի պրիվատ ապահովագրությունը վերցնում է այդ ծախսերը իր վրա, իսկ միայն կասաների այդ մասամբ, ուրեմն հա ինչի եմ ասում, քանի որ գիտեմ, ինձ հետևում են նաև մեր ոլորտի ակնաբուժության ոլորտի շատ լավ մասնագետներ, մեր ընկերները, ուզում եմ ասել, որ 3 սեմինարներ, քանի որ Ռեյնա Ֆյաման մեզ շուկայում ունի նոր ոսպնյակ, Galaxy ոսպնյակը, որը հրաշք է, ես չէի պատկերացնում, մինչև հիմա ես մտածում եի, որ ամենալավը Alcon-ի Vivitin է, բայց այդ այնքան մեծ, այսպես հնարավորություններ ունի, այնքան մուլտիֆունկցիոն է, որ չգիտեմ, եթե այն ամենը ինչ որ խոստանում է ֆիրման, մենք կարողանանք ստանալ, պացիենտը կտեսնի այնպես, ինչպես որ տեսնում են 100%-անոց տեսնողները, երիտասարդները, որոնք չունեն ոչ մի տեսողական խնդիր, որ կտեսնեն էլի այնպես, ինչպես երբևէ չեն տեսել այդ ամեն ինչը առանց կողմնակի ազդեցությունների, իհարկե ինքը ավելի թանկ է մի քիչ այն մյուսներից ու ոչ մի տեսակի ապահովագրություն չի վերցնի իր ծախսերը, որովհետև դա քո ցանկությունն է, ապահովագրությունն ասում է կարող ես ուղղակի ստանդարտ լինզաներ վերցնել, դնել աչքերիդ, այսքան բժիշկը ստանդարտ լինզաներ տեղադրել, որպեսզի ուղղակի տեսնես քեզ ինչի տապետ, որ դու տեսնես արծվի նման, այդպես է ասում, բոլոր տեղերում այնպես էլ այստեղ Ավստրիայում էլ, իսկ այն մարդիկ, որոնք ուզում են իրոք, քանի որ դա ամբողջ կյանքի համար է, որոնք ովքեր երիտասարդ են ու ուզում են ամբողջ կյանքում մինչև 100 տարեկանն էլ ապրեն, լավ տեսնեն, դրա համար իրենք չեն խնայում իրենց վրա այդ ամեն աչքի համար, ամեն լինզայի համար 1000-1200 եվրոն։ Այդպես սիրելիներս, բայց շատ այնպես ոգևորված էի ու այդ մարդն էլ այնքան հաճելի էր, միջև այս իր հետ խոսալ, որտեղ Ռեյնայի ունեինք տարբեր տեսակները, միայն հեռախոսով էի խոսացել, ամեն օր էլ պարտադիր խոսում ենք, հաշվետվություն, ինչքան ունենք, ինչ ունենք, քանի հատ ենք պատվիրում, բայց չէի տեսել իրեն, այդ ծանոթություններ ու շատ լավ անցավ, գործից հետո էր հոգնած էի, բայց ուղեղից մեջ տեղավորվել է, մնում է այսօր էլ այսօր չեմ հասցնի, բայց հիմա գնամ միջև պացիենտներից գալը, մի հատ մի երկու հատը կալկուլյացիոն անեմ, տեսնեմ, հասկացել եմ, ընկալել եմ այդ ամեն ինչը, թե չէ, բայց ամեն ինչ օքեյ է, այդպես սիրելիներս, լավ հիմա իջնում եմ Զոյկայի մազերը հարդարեմ, իմ մազերն էլ կապեմ, որտեղ հիվանդանոց եմ գնալու, միանգամից կկապեմ, նոր կգնամ, որ այնտեղ չընկնեմ այս կոմ, գնանք, այսօր ունենք մի քանի հատ պացիենտներ կընդունենք ու հետո նոր ժամը 11-ին շարժվելու ենք, այսօր ուշ ենք սկսում ու երկար է տևելու երևի մինչև 7-8 հազիվ պրսնենք, մինչև 10 որ տանը լինեմ, էլի լավ է։ Այդպես սիրելիներս, լավ մազերս հավաքեմ ու գնանք Զոյկայի մազերը սանրենք։ Դե ինչ սիրելիներս, գնացինք։ Բոլորիս լավ օր եմ մաղթում, լավ մնացեք, մինչև հանդիպենք նորից։ Վերջ, հաց վերցրեցի դուրս եկա, դեք ինչ սիրուն աշուն է։
ամենուր տերևները մենակ վատային է, որ մեր օրդինացիայի դիմաց էլ է սենց ծառեր, բայց այն մյուս տեսակն ակացիայի ու ամբողջը ներս է գալիս այս շրջանում, որվա մեջ մի քանի անգամ պետք է անպայման մաքրվի, թե չէ նմանվում է հազանոցի։ Այդպես Իպույս ցուրտ է, շատ ցուրտ է։ Տեղը տնից առել եմ, այսքան տակ հագնված ու դեռ մի բան էլ Ալենը չի ուզում կուրտկա հագնի։ Մամա շոք է, ես շոքում եմ։ Ասում եմ, ինձ հասկանում եմ, որ քո արունը եռում է, տղա ջան, բայց ցուրտ է, որ հիվանդանաս, բա հետո զորով հագցրեցի, համոզելով, զորով չավելի ճիշտ համոզելով, բացատրելով, լավ, օքեյ, ասում եմ, հետո ախր շոքում եմ, հանում եմ, վախենում եմ, մոռանամ կանգառում, արդարանում այլի։ Սիրելիներս, քանի որ այսօր թեման ոսպնյակներն է, շատ խոսեցի, որոշեցի մի հատ էլ ձեզ ցույց տալ, թե ինչ տեսք ունի այն արհեստական ոսպնյակը, խրուստալիկը, որը տեղադրվում է մեր բնական բիոլոգիական ոսպնյակի փոխարեն։ Բարի լույս, սիրելիներս, ժամը 5-ն է։ Նստած սուրճ եմ խմում ու արդեն պատկերացնում եմ, որ երբ որ այսօր երեկոյան կամ վաղ առավոտյան 5-ին սուրճ խմեմ, այստեղ արդեն այս պատը չի լինի, հույսով սպասում եմ, սուրճս խմեմ ու վազեմ այսօր շուտ ենք գնալու, որտեղ երեկվա վիրահատած պացիենտները գալու են։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք այսօր փառտնալուք ունենք։ Ասում եմ մակարած մազերի, բայց պատահական է ստացել, իրան ուրիշ բան էի տվել, հետո ցուրտ էր ես հագցրեցի։ Ասում եմ կարաս մազերս էլ քո նման հավաքես, միանման լինենք այսօր։ Քաղաքից եկել եմ ու գնում եմ կահույքը ստացնելու։ Լավ, սպասի, հնչատեմ։ Սիրելիներս, չնայած որ հələ շոկի մեջ եմ, դեռ ուշքի չեմ եկել, ոչ մի ձև, բայց մի հատ ցույց տամ, դեռևս սկեղտոտ է, իրանք էլ են ասել, դա այսօր տանը մնացել, ասում եմ բերել են հատիկ հավաքել են, լրիվ առանձին ա եղել, այսեք լրիվ մեր պատվիրածով, ինչ որ մենք ուզել էինք դարակները, այսենց առանձին ինքը շատ սիրուն, ուղղակի, չգիտեմ, որակի մասին չեմ կարասեմ, ինքը ինչքան որակով է, մենք ինչքան ենք մանեկե, որ մի հատ հաստ ինքը փայտ է, ամեն ինչը։ Ես այս էի ասում, որ ես այս օդափոխիչը այսպես էի ուզել, որ ոչ թե սենց ուղղակի դրած լինի, ոնց որ առաջ անում էին, այլ ինքը հիմա այս ճիշտ է, այս մեր վրա երևի մի ահագին գնից ավելացավ, մի 700 եվրո երևի դա ավելացավ, բայց թե որ ուղղակի այստեղ կախված չլինի օդափոխիչը, ինքը դրվելու է տակը, տեսեք, ֆիլտրը այնտեղ է, միացվելու է ու վերևից ինքը միացվելու է այն բանին։ Ու այստեղ մենք ունենում ենք արդեն սիրուն դարակներ համեմունքների համար կամ ինչ-որ բաների համար ու այս դարակն էլ է օգտագործվում ու այստեղից լինում է օդափոխիչը, ոչ թե այստեղ ազատ այդպես չէի ուզում, բայց դե սենց ուրեմն էսի է գալիս, հետո այս դարակը, հետո այս մեկը սենց է բացվում, ցեք ինչքան սիրուն լուծում են տվել անկյունային, ես էստի չէի պատկերացնում ոնց է լինելու, սենց սիրուն անկյունային շատ լավ լուծում են տվել, հետո այս է փակվում, հետո այս գալիս է, տեսեք, այս փակվում է, այս գալիս է, իրա վրա շատ սիրուն է, այստեղ, այս տարակը, այս դրանք սկզբում պատվիրել էինք սև գույնի, այս ապակու նման այս տիպի, բայց հետո, որ միայն այս դռները ապակի լիներ, սև ապակի ոչ թափանցիկ, ինքը գնից 2000 եվրո ավելանում էր, մենակ այս շարքի, այս դռները որ լիներ, ինքը հետքան ավելանում էր իրա գնից, այսպես, հետո չնայած սա էլ էժան չի, մատչելի չի, բայց ավելի լավ է մտածի չէ ապակի է, բա որ հետո սխալ մի բան լինի ու չնայած որ կարճահասակ ենք, պես է բոլորս ոչ մեկս շատ բոյով չեն, բայց միևնույնն է, ես չուզեցի մինչև պատ լինի, հիմա կասեք ինչի պատալոգ չէ, այդպես չեմ սիրում որ լինում է, բայց ինքը շատ բարձր է ու իրոք ես մենք օգտագործենք այս երկու դարակը այն վերևինի համար հաստատ ինչ որ բան է պետք լինելու, այդպես մի խոսքով, հա, այստեղ գալիս է բաների դարակն է, գտալ պատարակաղների,
մեծը դե գիտեք, մեծ խոհանոց ունենք ներքևում, հետո դա էլ ռեստարտ կանենք, բայց հիմիկվա համար այս ուրեմն ունենք այս տարակը, լրիվ նենց եմ պատկերացումը, որ ես պատվիրեմ, որտեվ ովքեր չգիտեն, ասեմ, որ ծրագիրը ես եմ տվել, ես եմ գծագրել կահույքը ու այնպես է, որ դիզայների հետ գիտեմ ինչ եմ ուզել, որտեղ ինչ, ուրեմն բաներին մնացած էսի ես բերելու են երկորից դնեն, բոլորը այեք ֆիրմայի է, այս սարքն էլ այդ լինելու, բայց ամանների մեքենան փոքրը այդ պահին չունեին այդ ֆիրմայի, ես ընդացի ոչինչ, այս էլ կլինի օգտագործել ենք այս ֆիրմայի, էլի ունենք բաներ, ինքը կարևորը թազա է ու շատ լավ ֆունկցիա, էլի փոքր եմ վերցրել, որ սրա հաշվին այս դարակները մի քիչ լայն լինեն ու սենց էլի բան, ինքը շատ լավն է, շատ էլի ուսումնասիրել ենք, նայել ենք, գցել բռնել ենք, հա ու սրանք տվել են բանի հետ, ամեն ինչը մեքենայի համար, սենց մեջը խնամքն է, հեղուկները եմ խոսքով, իսկ սա կահույքի հետ նվերա, կահույքը մաքրելու նյութերն է, տեսեք, ինչքան ես ինձ շատ էր բանանում, ինքը կահույքը մաքրելու համար, կահույքը չէ, հա դա այս բանը, խոհանոցը, սենց հատուկ իրա նյութերն է, հետո կնայենք սա ջեռոցի համար է, ստեղ տալիս է բանի, գազոջախի համար, մի խոսքով ինչով մաքրենք, որովհետև ինքը վերցրել եմ մատվին, տեսնում եք, մատվին, որովհետև այս հիմա ու որ մատնահետք չի մնում, տեսեք, որ ասում եք, այս ուղղակի սես նայեք հիմա, խփում ես մատնահետք չի, միակ այդքան գործ են արել, տեսեք, այստեղ ոչ մի մատնահետք, էլ ձեր կտաս դու, տեսեք, ոչ մի մատնահետք ինքը չի մնում, այ հենց այդ էր իր արժեքի, այդ բարձր արժեքը, տեսեք, իսկ այստեղ նայեք հիմա, տեսեք, այս իրենց մատնահետքերն է, իսկ կահույքի վրա չի մնում, այս հատվածը, այս իհարկե հետո եթե ուզենք, սևը կփոխենք, բայց կարիք էլ չկա, ու գազոջախը, այսպես մի խոսքով, ամեն ինչ նոր, կարևորը այս էլ հետն է, որ օգտագործենք ու հետո նորից նույնը կպատվիրենք, այս բերելու են դրեն, հա, այստեղ ինքը գալիս է այսենց խորը, այսենց խորքով գնում է աղբամանի, աղբի դույլի տեղն է, այստեղ գազն է գալու ու այստեղ արդեն էլի դարակներ, ես այստեղ որոշել էի, այսենց բաներ կդնեմ պատվիրեմ, այսենց համեմունքների համար, այստեղ էլ այսպես մեծ դարակ, այստեղ էլ այսպես մեծ խորը մեծ դարակներն ու ինքան հավես են փակվում, տեսեք մի հատ, ինքան հավես է փակվում, սենց սիրելիներս, այս կահույքը ու այս հետևինը ինքան համահունչ է իր հետ, չգիտեմ ինչքանով է բան, ես ոսկեզոցի այդքան այդպես սիրահար չեմ, գիտեք, բայց նենց հաստատ, որ որոշեցի գոնե այս տանը, թող այս մեկը այսպես ոսկեգույնի մեջ լինի, ոսկեգույնի մոխրագույն ու այդպես ինքը շատ այնքան բաներ փորձեց, հետո ոչ մեկ չէր սազում, այս ընտրել եմ այն, ինչ որ ինքը ես տեսել եմ, ինչ որ իրանք առաջարկում էին բանի հետ ու իհարկե իրանք դե միշտ առաջարկում են ամենալավը ու հիմա մի հատ տեսեք սառնանը, բա հետո ինչքան լավ է գնում, իր նույն գույների մեջ, լավ է, որ սև չի վերցրել վիտոն, այս է սառնանը, հիմա մնում է վաղը բերեն այս կտեղադրեն, վաղը կամ մյուս օր ու այդ օդափոխության համակարգը ու չգիտեմ էլ հավանել ես շատ, իրոք շատ սիրուն է, ու թվում էր մեզ փոքր խոհանոց ալնելու, բայց տեսեք ինչքան մեծ ամեն ինչով, որ այսպես ուղիղ դնենք, մի հատ եկա մեծ մեր ներքևի խոհանոցից էլ մեծ խոհանոց է ստացվում, մնում է հիմա մի հատ լավ մաքրենք, սրբենք ամեն ինչը, ու այդպես, հա, իսկ այստեղ էլ, ես եմ ընտրել սենց խորը, այս խորությամբ, իրանք այստեղ գործեն այս եք ամբողջը փոշի է, այս կմաքրեմ, իհարկե դուք հետո մաքուրը կտեսնեք, սրանցից դեռ հա այս բանն է, սենց, այս ես եմ ուզել, որ այսքան խորը լինի, մի հատով լինի, այս հատվածը լինի, ու այս ֆունկցիան լինի, որտև ինքը բանա, ասենք, պարզաջրելու, կացանները, բաները, լվանալու, այսպես շատ հարմար է ինքը, մի խոսքով, չգիտեմ էլ ինչը ցույց տամ, հա, այստեղ լույսերն էլ ենք մենք ընտրել այսպիսի լույսեր, այս կողմում չեն գտել, որտև այս կողմում լինելու է արդեն օդափոխության լույսը, ու այս կողմում սև չեք պատմում, ուղղակի ես հիացած եմ այս ամեն ինչի որակով, այս ամեն ինչի մաքուր աշխատանքով, մի խոսքով ես հիացած եմ, խոսքեր չունեմ ասելու, շատ սիրուն է, ու չնայած այս կողմը հիմա այս վիճակն է, բայց մի հատ պատտեմ, տեսեք ամեն ինչ, ինչքան իրար հետ համահունչ է, ինչքան սիրուն է իրար հետ խոսում,
Այդպես ուրեմն բացեցի, մի հատ էլ էս նկարեմ, այստեղ արդեն ասեցինք էս բանն է, ինքը փայլացնող այդ շպուլունգն է ու այստեղ էլ ամանլվացող մեքենայի հատիկներն են, այսպես էս չբացվող, հենց որ այսպես բան ենք անում, այս կողմում տեսեք շորներ, որով պետք է մաքրվի էս ինքը այն որ նախատեսված է ակնոցների, համակարգչի, այսեք էս մաքրելու համար, իրան պետք է դրանով մաքրենք, այսինքն խնամք որպես բարձր որակի այս հենց տեսեք մի հատ շլավն ու այս մեջներ նախատեսված է այս մեկը որ բան ենք անում, սրանց որ մատնահետքերը այստեղի էլ չմնա, ինքը որ մաքրի շատ հեշտ, այս մատերիալի համար է, այս վերևինի համար է, սա գազի, սա էլ, սա դուխովկայի, սա էլ բանի, պլիտայի համար, այսպես, մի խոսքով, իջնեմ մի հատ հաց տնեմ, ես ավիտոն էլ կգա, հետո կբարձրանամ, կմաքրեմ, այստեղ սառնաննել են իրենք արդեն միացրել են ներքևից, սենց սառնաններ, սրանք դրել եմ այսպես, որովհետև այնտեղ ազատ է, բանտեղ ուշիչացնում, բայց դե սրանք պետք է դեռ քանդել, բայց արդեն միացրել են, պես, սա թղթերն ենք սառացնում, սառել է թղթերը մեջը, քանի ժամ են միացրած թողել, դեռ սառել է, ուրեմն մաքրեցի, սրբեցի, սենց, Նույնը չորանա, ինք այդ հատուկ նյութով եմ արել, չորանա մի հատ, սառնարաննել, այսպես, թղթերը պոկեցինք, այս էլ ասենք շնորհավոր, այսինց ասենք շնորհավոր, Սիրելիներս չհաշված եմ բանին, որ հոգնած էի շատ, վիտոն էլ հոգնած, բայց որոշեցինք մի փոքր գոնե մաքրել, դասավորել, որտեղ իշքան էլ մաքուր գործ էին արել, բայց ամենուր մատնահետքեր էր, փոշի էր, այսենց, դե արդեն ասել էի, որ պարկետը մենք չենք ուզում փոխել, ոչ էլ ուզում ենք վրան ինչ-որ լինելու կամ բան, հիմա այսպես կմնա, հետո արդեն եթե ժամանակը գա բան լինի, բան կանենք, ինչ են ասում, պոլիշ են անում վրան լաքում է, որտեղ նմանատիպ լավ որակյալ պարկետ գտնելը հիմա շատ դժվար է, այսպես ուրեմն, սենց մտնում ենք ներս, այս մեր խոհանոցն է, սենց սիրուն, սենց մի հատ ուզում եմ տեսնենք ինչքան առանց որևէ մի բանը մեկի իմանալու, Վիտոն էսրագույնը չէր հիշում, ասում էր, այսքան հիշում ենք, որ կատնագույն էր ինքը բան, բայց պատվիրել է, այսի գնել էր ամբողջը, այնպես չի, որ հենց նույն այսպես գույնը ձեռքերս գնացը ընտրել ենք, բայց մի հատ տեսեք, ինչքան համահունչ գույներ է ստացվել, այսենց ինքը ամեն ինչը իրար համահունչ, համապատասխան, սենց, ու այսենց, մինումա հիմա կբերեն վաղը կամ մյուս օրը բանը կդնեն, որովհետև պատվերի հետ եկել էր, բայց ինչ-որ ճանապարհին վնասվել էր, թե ինչ նորից հետ էին տարել իրանք, չէին միացրել, ինչ-որ դեֆեկտ եղել կամ վնասվել էր ինչ-որ մի բանը, հետ են տարել, ներողություն խնդրելով, որ իրանք կբերեն վաղը կտեղադրեն, այսպես մի խոսքով մնում է արդեն ամեն ինչ մաքուր է, մնում է քիչ-քիչ ինչ-որ առել եմ, դրանք դասավորենք ու ինչ-որ նոր բաներ կա առնելու, դրանք առնեմ, դե սառնանել արդեն տեսակ ու գույները մի հատ նայեք ոնց է էլի իրար հետ խոսում, շատ ուրախ եմ, շատ ոգևորված եմ, էմոցիաներ չգիտեմ, ոնց արտահայտեմ մի խոսքով, շատ հաճելի է նոր բան ունենալը ու մանավանդ, որ դու ինքդ զրոյից ստեղծում ես այդ նոր բանը, քո ձեռքերով, այստեղ ինչ-որ տեսնում եք, այդպես իրենես մի խոսքով լավ մնացեք, այս պայի համար այսքանը։ Իրեներս ուրբաթ-օր եկել եմ ու մի հատ տեսեք ինձ ինչքան թղթաբանություն է սպասվում, բոլորը գնացել են ու ես պետք է մենակ այս ամեն ինչը վերջացնեմ, դե ինչ 3-4 ժամ աշխատելուց հետո ամեն բան վերջացրեցի ու հիմա հանգիստ խեղճով կարող եմ գնալ տուն ու իմ վաստակած շաբաթ-կիրակին վայելել։ Հասել եմ արդեն, որոշեցի եղանակը, քանի որ ցուրտ է, մի հատ լավ տնական բոր շեփել, Վիտոն էլ գա, բոր շուտենք ու մեր ուրբաթ երեկոն վայելենք։ Դե ինչ սիրելիներս, այսքանը։